Կրեմի քաղաքը կարճատև պատմություն է ունեցել։ 16-րդ դարի 70-ական թվականներից մինչև 1615 թվականը եղել է Կախեթիի մայրաքաղաքը։ Այն բաղկացած է եղել եկեղեցական համալիրից, թագավորական նստավայրից եւ առևտրական շրջանից։ Տաճարը կառուցվել է 1565 թվականին, իսկ որմնանկարներով պատկերազարդումների աշխատանքներն ավարտվել են 12 տարի անց։ 17-րդ դարի սկզբին ներքին պառակտությունների, մատնության եւ Պարսից շահ Աբբաս արքայի ավերիչ արշավանքից հետո գետնին հավասարվեց ամբողջ Կախեթին։ Լևան արքայի հիմնած Կրեմի քաղաքն ավերվեց 1615 թվականին եւ այլևս վերածնունդ չունեցավ։ Երորդ դարավերջին սկսել է գործել վանական համալիրը, այնուհետ հոգևոր ճեմարանը։ Վերջին տարիներին այստեղ վերականգնման աշխատանքներ են իրականացվել վրացի մեծահարուստ Բադրի Պատարկացաշվիլիի աջակցությամբ։ Իդեպ մեր այցելության ժամանակ այստեղ որոշակի խնդիրներ եղան։ Եկեղեցու ներսում նկարահանումներ կատարելու համար վանահայրերը տևական ժամանակ հեռախոսազանգերով ճշտումներ էին կատարում եւ թույլտվության հրահանգի սպասում։ Բնականաբար ես մտաբերեցի հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի տարիներ առաջ տարածած հաղորդագրությունը, որտեղ նշված էր, թե Կրեմի վանական համալիրում վերանորոգման աշխատանքների ընթացքում ոչնչացվել են հայկական խաչքարերը, իսկ պատերի վրայից ջնջվել հայագիր արձանագրությունները։ Մեր ակնապիշ զննության եւ տեսախցիկի ֆիքսած կադրերը ոչինչ չտվեցին եւ մենք լքեցինք Կրեմին երկակի տրամադրությամբ, Ալազանի Բերքարատ հարթավայրը հերկելու մտադրությամբ։ Ալազանի տարածաշրջանը համարվում է Վրաստանի կինու հայրենիքը։ Այստեղ ամեն ինչ կապվում է վրացական կինու եւ վրացական կինեգործության հետ։ Անգամ ճանապարհներին եւ տարբեր անկյուններում այստեղ կարելի է հանդիպել կինու տակառների հուշարձանների։ Նապարեուլին Թել Ավիվից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղ է, որտեղ պատրաստվում է Ալազանիի շրջանի վրացական կինու հայտնի տեսակներից մեկը։ Մոտ 1800 բնակչություն ունեցող այս գյուղում չկա այնպիսի տուն, որտեղ բացակայեն ավանդական գինին եւ չաչան։ Գրեթե բոլորը զբաղված են կինեգործությամբ։ Կիկնաձեների ընտանիքի անդամներն իրենց եւ ընտանի կենդանիների ծմերվա կարիքները հոգում են նաեւ եգիպտացորենի մշակմամբ։ Если будет хорошая погода для этого, да, для урожая. У кого виноград есть, живет, у кого есть земля и кукурузу сажает, для себя есть. На дробильку. И свиньи, куры, смотри сколько курей. Թամաս Կիկնաձեն եւ իր 85-ամյա հայրը երբեք պարապ չեն նստում։ Նշում է, թե հայրն այս տարիքին անգամ զբաղվում է խաղողի, բանջարեղենի մշակմամբ, բերքահավաքով, նաեւ անասնապահությամբ։ Շոթա Կիկնաձեն առողջական վիճակից երբևէ չի դժգոհել։ Աշխատում է շատ, բնականաբար նաեւ սնվում եւ խմում է շատ։ Сколько тебе лет? Я? 44. Я не пью. Ընդհանրապես Կախեթիի շրջանում երկարակյացներ շատ կան եւ տեղաբնակներն այդ փաստը պայմանավորում են առողջարար գինու հրաշագործ հատկություններով։ Օրինակ Նապարեուլիի բնակիչ Ալեքսանդր Արջևանիձեի հոր պապն ավելի քան 1 դար կյանք է ապրել։ Дед моего отца, знаете, сколько лет умер? 110 лет был, когда он умер. Здесь жил, да? Да, в Напареуле. И он работал в винный завод на всю жизнь. Ни разу не заболел. Ալազանիի հարթավայրի բնակավայրերը հարուստ են ոչ միայն խաղողի ցանքատարածություններով, այստեղ աճում են մրգերի եւ բանջարեղենի գրեթե բոլոր տեսակները, բացառությամբ ցիտրուսայինի։ Տեղանունից էլ սերվել է Նապարեուլի հայտնի գինին։ Արտադրվում է 2 տեսակ, կարմիրը պատրաստվում է խաղողի սապերավի տեսակից, իսկ սպիտակը կացիտելի եւ մծվանե տեսակներից։ Մասնագիտական հմտություններ ստանալու համար Կախեթիում անցկացրած մեր ժամանակը բավարար չէր, սակայն գինեգործին անհրաժեշտ զգալի գիտելիքներ մենք բերեցինք, հատկապես Վելիս Ցիխեում, որի մասին մեր հաջորդ տեսանյութի ժամանակ։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս, Վրաստան։